Սիրելի լրագրող գործընկերներ, շատ ուրախ եմ ձեզ ողջունել մեր կուսակցության կենտրոնական գրասենյակում եւ հատկապես մեր երիտասարդական կառույցի սենյակում, հուսով եմ հավանում եք։ Ուզում եմ նախ ասել, որ հիմա տեղի ունեցող process-ը մեր կուսակցության համաստնական ցուցակի հաստատման երկփուլ ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է։ Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների, մենք մեր ցուցակը ահա այսպես ենք կազմում։ Մեր պատվիրակները գալիս են, գաղտնի քվեարկությամբ քվեարկում են եւ այդպես կազմվում է մեր ցուցակը։ Այդպես որոշվում է մեր առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը, չորրորդ համարը ու այդպես շարունակ մինչեւ վերջ։ Ուրիշ կուսակցություններում դուք վստահաբար գիտեք, թե այդ process-ը ինչպես է տեղի ունենում, ինչ առուծախեր են տեղի ունենում եւ ինչ մորթոցիներ են տեղի ունենում։ Հիմա եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ։ Ձեր ցուցակը դրանից հետո շարունակվելու ինչպես։ Դե 50 հոգու ցուցակ է։ Տեսեք, չէ, իհարկե 50 հոգու ցուցակ չի լինելու, շատ մեծ ցուցակ է լինելու։ Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը եւ երկրորդ 50-ը եւ մնացածն էլ է կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը հա նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Դրանից հետո մյուս 50-ը Այս մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականում կլինի քվեարկության։ Այսինքն վարչությունը կարող է հնարավորություն ունենա 55-րդ համարին ենթադրենք տեղափոխի 57-րդ համար, այնտեղ 1 հոգու այսպես մի միջամտություն անի կամ 2 հոգու։ Չէ, էական փոփոխություններ չեն կարող լինել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ մենք անգամ հաղորդակցները ոսկորոշկան անգամ դեպքերի մասին բարձրացրեցին, հիմա այս ընդրությունը Մեր ո՞ր թիմակիցն է կեղծիքների մասին բարձրացել։ Ինչ կեղծիքների մասին։ Նախորդ ընդրությունների հետ կապված հարցն է։ Հիմա այս ընդրությունների հետ կապված Ընկերներ, բացում այդպես կտրուկ փոփոխություններ կլինեն հնարավոր առանց նախ ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը ներկուսակցական համակարգում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր ընտրություններում ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել, բայց ես ուզում եմ ձեզ նաև ասել, որ սենց այսպիսի ընտրական մոդել, որ 1000 հոգի ընտրում է մեկ քվեաթերթիկի վրա 20 հոգու, 30 հոգու, այս դեպքում 50 հոգու։ Դա շատ բարդ ընտրություն է եւ շատ բարդ հաշվարկ է իրանից ենթադրում։ Այդտեղ կարա լինի սխալ մոն, կարա հաշվարկի ժամանակ մեկի ձայնը սխալ հաշվի, մեկինը շատ հաշվի, կարա 50-ի տեղը 49 տեսնի, կարա անվավեր քվեաթերթիկը վավեր համարվի, որտեվ օրինակ եթե 49 հոգու ընտրի պատվիրակը, դա անվավեր է։ Ու նմանատիպ սխալմունքներ լինում են ու հա կարա լինի այդպես սխալմունքներ, բայց դա ժողովրդավարության մաս է։ Մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարողացել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա էլ մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում։ Մեր հաշվարկն էլ է լայվով լինելու։ Մարդը կարա ամբողջ process-ը ինքնուրույն նստած հաշվի, քանի հոգի մտավ ընտրա տեղամաս, քանի քվեաթերթիկ հանեցին։ Քվեաթերթիկը հանելուց կամերային ցույց են տալիս։ Կարա ինքը ստոպ տա, ինքը նայի քվեարկության արդյունքները։ Ամբողջ ընթացքում քվեատուփը իր աչքի առաջ, այսքան ժողովրդավարական ընտրություններ, ինչքան մեր նախորդ վարչության ընտրություններն են, ինչքան հուսով եմ ու Աստված առաջ այս մի ընտրություններն են լինելու, շատ դժվար է պատկերացնելը։ Մեր թիմակիցները նման հայտարարություններ չեն արել։ Դուք մեր թիմակիցներին հայտարարություններ եք վերագրում, որոնք նրանք չեն արել։ Պարոն Ալեքսանյան, իսկ այս ընդրությունների որ հնարավոր է կտրուկ այդպես փոփոխություններ, օրինակ առանց կայացնել օգտագործությունը Իհարկե, ամեն ինչ ընտրությունը ենթադրում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա գնացեք մեր ընտրողներին հարցրեք, ում եք ընտրել, պարզվի առանցքային ինչ-որ ձեր պատկերացմամբ առանցքային ինչ-որ մեկին չեն ընտրելու, ու հենց այդ է ընտրության իմաստը, որ ընտրությամբ մարդիկ որոշում են, կուզեն այսպես կորոշեն, կուզեն այնպես կորոշեն։ Նախորդի պես
Նախորդի պես ամբողջ քվեարկությունը կավարտվի, առանձին օրերով հաշվարկ չենք ունենալու։ Ամբողջ քվեարկությունը կավարտվի, քվեաթերթիկների սկանավորման եղանակով, հետո նաև ձեռքով հաշվարկի տարբերակով ամբողջությամբ երկար process է, բայց որը երբ որ երկրորդ փուլի քվեարկությունն է լինի այդ ժամանակ։ Ես կարծում եմ կան կուսակցություններ, որ փորձել են սրա իմիտացիան իհարկե անեն, բայց ակնհայտ է, որ այդ կուսակցությունները մոտ չեն եղել ժողովրդավարական մոդելին ու առհասարակ կապ չեն ունեցել ժողովրդավարության հետ, իրանք ինչ-որ իմիտացիաներ բնականաբար փորձել են անել, բայց սա հենց ինքնին բան է, էլի, մեսիջ է մեր քաղաքացիներին, որ սիրելի քաղաքացիներ, չի կարող ժողովրդավարական լինել մի թիմ, որ ինքն իր ներսում ժողովրդավարական չէ։ Այսինքն, եթե թիմը ինքն իր ներսում իր ուժերի բաշխվածությունը չափում է օլիգարխիկ կլանին այս կամ այն պատկանելիությամբ, օլիգարխիկ կլանում այս կամ այն մասնաբաժինն ունենալով կամ փողի չափով, քսակի չափով, ավելի մեծ քրեական հեղինակություն լինելով կամ մնացած, այդ թիմը չի կարող երկրի համար ժողովրդավարական մոդել բերի կամ ժողովրդավարական մոդել կառուցի։ Մեր կուսակցությունը իր ներսում էլ ամեն ինչ չափում ժողովրդավարական մոդելներով։ Անալիզան ոչ կուսակցականից գործընթացի կապված մի հարց, երեք մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստանն հայտարարեց իր վարչապետի տեխնոլոգիայի մասնավոր Կարապետյանն է։ Ձեր դիրքորոշում այս առումով եւ արդյոք իսկապես ոչ մրցակից չունեք արդեն դուք, որովհետեւ անլայն հարցումներով տարբեր ֆոտոներ նշում են, որ իսկապես նրա բավական բարձր է հանրայինության։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ դա ուրեմն սահմանադրագետները լավը չեն։ Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին են միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ես էլ ասում եմ, չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի թեկնածու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ նա պարզ է ամեն ինչ։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա թեկնածությունը ինչ-որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել թեկնածու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա այսօր պարզ բան եմ ասում։